Հովհաննես 6. Հացի բազմացումը։ Այնուհետև Հիսուս Գալիլեայի Տիբերական ծովի հանդիպակաց կողմն անցավ, և նրա հետևից բազում ժողովուրդ էր գնում, որովհետև տեսնում էին այն նշանները, որ նա կատարում էր հիվանդների վրա։ Հիսուս լեռ բարձրացավ և նստեց այնտեղ իր աշակերտների հետ, և մոտ էր զատիկը, հրեաների տոնը։ Հիսուս իր աչքերը վեր բարձրացրեց և տեսավ, որ բազում ժողովուրդ է գալիս իր մոտ։ Փիլիպոսին ասաց. «Որտեղից հաց պիտի գնենք, որ դրանք ուտեն»։ Այս ասում էր նրան փորձելու համար, բայց ինքը գիտեր, թե ինչ էր անելու։ Փիլիպոսը նրան պատասխանեց. 200 դահեկանի հաց դրանց չի բավարարի, թեկուզ և յուրաքանչյուր ոք մի կտոր վերցնի։ Նրա աշակերտներից մեկը, Անդրեասը, Սիմոն Պետրոսի եղբայրը, ասաց նրան. «Այստեղ մի պատանի կա, որ 5 գարեհաց ունի և 2 ձուկ, բայց այդքանն ի՞նչ է այսչափ մարդկանց համար»։ Հիսուս ասաց. «Նստեցրեք մարդկանց»։ Այնտեղ առատ խոտ կար, և շուրջ 5000 մարդիկ նստեցին։ Եվ Հիսուս հացն առավ ու գոհություն հայտնեց Աստծուն և բաշխեց նստածներին, նույն ձևով և ձկներից, որչափ որ կամեցան։ Եվ երբ կշտացան, աշակերտներին ասաց. «Հավաքեցեք այդ մնացած կտորները, որպեսզի ոչ մի բան չկորչի»։ Հավաքեցին և լցրին 12 սակառ այն 5 գարեհացի կտորտանքով, որ ավելացել էր ուտողներից։ Իսկ մարդիկ, երբ տեսան այն նշանները, որ նա արեց, ասացին. «Սա է ճշմարիտ մարգարեն, որ աշխարհ էր գալու»։ Երբ Հիսուս իմացավ, որ գալու են իրեն բռնել տանելու, որպեսզի իրեն թագավոր անեն, դարձյալ միայնակ դեպի լեռը գնաց։ Հիսուս քայլում է ծովի վրայով։ Եվ երբ երեկո եղավ, նրա աշակերտները ծովեզերք իջան, և նավակ նստելով գալիս էին դեպի ծովի մյուս կողմը, դեպի Կափառնայում։ Եվ երբ մութն ընկավ, Հիսուս դեռ իրենց մոտ չէր եկել, և ծովը հողմի ուժգին փչելուց փոթորկվում էր։ Երբ շուրջ 5 կամ 6 կիլոմետր թիավարելուց հետո տեսան Հիսուսին, որ քայլում էր ծովի վրայով, և նավակին մոտեցել էր, սաստիկ վախեցան։ Եվ նա ասաց նրանց. «Ես եմ, մի վախեցեք»։ Եվ ուզում էին նրան նավակի մեջ առնել, և նավակը շուտով հասավ այն տեղը, ուր գնում էին։ Հիսուս կենաց հաց։ Հաջորդ օրը ժողովուրդը, որ մնացել էր ծովի այն կողմը, տեսավ, որ այնտեղ այլ նավակ չկա, բացի միայն մեկից, որի մեջ մտել էին Հիսուսի աշակերտները, իսկ Հիսուս իր աշակերտների հետ նավակ չէր մտել, այլ միայն իր աշակերտներն էին գնացել։ Սակայն Տիբերիայից ուրիշ նավակներ էլ գալիս էին մոտ այն տեղին, ուր հացն էին կերել։ Ուրեմն երբ ժողովուրդը տեսավ, որ Հիսուս այդտեղ չէ և ոչ էլ նրա աշակերտները, նավակներ նստեցին և եկան Կափառնայում Հիսուսին փնտրելու։ Եվ երբ նրան գտան ծովի մյուս կողմում, ասացին նրան. «Ռաբբի, ե՞րբ եկար այստեղ»։ Հիսուս պատասխանեց նրանց և ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. դուք ինձ փնտրում եք ոչ թե նրա համար, որ նշաններ տեսաք, այլ որովհետև կերաք այն հացից և կշտացաք։ Գնացեք, աշխատեցեք ոչ թե կորստյան ենթակա կերակրի համար, այլ այն կերակրի,
որը մնում է հավիտենական կյանքի համար, և որը մարդու որդին կտա ձեզ, քանի որ նրան իր կնիքով հաստատել է Հայրը, Աստված։ Նրան ասացին. ի՞նչ անենք, որ Աստծու ուզած գործերը գործենք։ Հիսուս պատասխանեց և ասաց նրանց. Աստծու ուզած գործը այս է, որ հավատաք նրան, ում նա ուղարկեց։ Նրան ասացին. Ինչ նշան կանես, որ տեսնենք և հավատանք, ինչ գործ կգործես։ Մեր հայրերը անապատում մանանան կերան, ինչպես որ գրված է, երկնքից նրանց հաց տվեց ուտելու։ Հիսուս նրանց ասաց. ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, Մովսեսը չէ, որ ձեզ երկնքից հաց տվեց, այլ իմ Հայրն է, որ տալիս է ձեզ ճշմարիտ հացը երկնքից, որովհետև Աստծուց է այն հացը, որ իջնում է երկնքից, և կյանք է տալիս աշխարհին։ Նրան ասացին. Տեր, ամեն ժամ տուր մեզ այդ հացը։ Հիսուս նրանց ասաց. Ես եմ կենաց հացը, ով դեպի ինձ գա, քաղց չի զգա, և ով ինձ հավատա, երբեք չի ծարավի։ Բայց ես ձեզ ասել եմ, թե ինձ տեսաք և չեք հավատում։ Բոլոր նրանք, ում Հայրն ինձ տալիս է, կգան ինձ մոտ, և ով որ ինձ մոտ կգա, դուրս չեմ անի, որովհետև ես երկնքից իջա ոչ թե իմ կամքը կատարելու համար, այլ կամքը նրա, ով ինձ ուղարկեց։ Այս է կամքը իմ Հոր, որ ինձ ուղարկեց, բոլոր նրանք, ում Հայրն ինձ տվել է, նրանցից ոչ մեկին չկորցնեմ, այլ վերջին օրը հարություն առնել տամ նրանց։ Այս է իմ Հոր կամքը, ամեն ոք, ով տեսնի Որդուն և հավատա նրան, ունենա հավիտենական կյանք, և ես նրան վերջին օրը հարություն առնել տամ։ Հրեաները տրտնջում էին նրանից, որովհետև ասել էր. Ես եմ երկնքից իջած հացը։ Եվ ասում էին. Սա Հիսուսը չէ, Հովսեփի որդին, որի հորն ու մորը մենք ճանաչում ենք, իսկ արդ ինչպես է ասում, ես երկնքից իջա։ Հիսուս պատասխանեց և ասաց նրանց. Մի քրթմնջեք իրար մեջ, ոչ ոք չի կարող գալ դեպի ինձ, եթե նրան չձգի Հայրը, որ ինձ ուղարկեց, և ես նրան վերջին օրը հարություն առնել կտամ։ Մարգարեների գրքերում գրված է. և ամենքը Աստծուց ուսած կլինեն։ Ամեն ոք, որ լսում է Հորից և ուսանում է, գալիս է դեպի ինձ, սակայն ոչ ոք Հորը չի տեսել, այլ միայն նա, որ Աստծուց է, նա է տեսել Հորը։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ով հավատում է, ունենում է հավիտենական կյանքը։ Ես եմ կենաց հացը, ձեր հայրերը անապատում մանանան կերան, սակայն մեռան։ Այս է երկնքից իջած հացը, որպեսզի ով որ սրանից ուտի, չմեռնի։ Ես եմ կենդանի հացը, որ երկնքից է իջած, թե մեկն այս հացից ուտի, հավիտենապես կապրի, և այն հացը, որ ես կտամ, իմ մարմինն է, որը ես կտամ, որպեսզի աշխարհը կյանք ունենա։ Հրեաները իրար հետ բուռն կերպով վիճում էին և ասում. Սա ինչպես կարող է իր մարմինը մեզ տալ ուտելու։ Հիսուս նրանց ասաց. Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չուտեք մարդու որդու մարմինը և չըմպեք նրա արյունը, ձեր մեջ կյանք չեք ունենա։
ով ուտում է իմ մարմինը և ըմպում է իմ արյունը, հավիտենական կյանք ունի, և ես նրան վերջին օրը հարություն առնել պիտի տամ, քանի որ իմ մարմինը ճշմարիտ կերակուր է, և իմ արյունը ճշմարիտ ըմպելիք։ Ով ուտում է իմ մարմինը և ըմպում իմ արյունը, կբնակվի իմ մեջ, և ես նրա մեջ։ Ինչպես հայրը, որ ինձ ուղարկեց, ապրում է, ես էլ ապրում եմ հոր միջոցով, և ով ուտում է ինձ, նա էլ կապրի իմ միջոցով։ Այս է հացը, որ երկնքից է իջած, ոչ այնպես, ինչպես մանանան, որ ձեր հայրերը կերան և մեռան։ Ով այս հացն ուտում է, կապրի հավիտյան։ Նա այս բաներն ասաց Կափառնայումի մեջ ժողովարանում ուսուցանելիս։ Եվ աշակերտներից շատերը, երբ լսեցին, ասացին. «Խիստ է այդ խոսքը, ով կարող է այն լսել»։ Հիսուս, երբ ինքն իրենից իմացավ, որ իր աշակերտները դրա համար տրտնջում են, նրանց ասաց. «Այդ ձեզ գայթակղեցնո՞ւմ է, իսկ արդ եթե տեսնեք մարդու որդուն բարձրանալիս այնտեղ, ուր առաջ էր»։ Հոգին է կենդանարար։ Հոգին է կենդանարար։ Մարմինը ոչ մի բան չի կարող անել։ Այն խոսքը, որ ես ձեզ ասացի, հոգին է և կյանք։ Բայց ձեր մեջ կան ոմանք, որ չեն հավատում։ Քանի որ Հիսուս սկզբից գիտեր, թե ովքեր են նրանք, որ չեն հավատում, և ով է նա, որ մատնելու է իրեն, ասաց. «Դրա համար ձեզ ասացի, թե ոչ ոք չի կարող գալ ինձ մոտ, եթե այդ իմ հորից տրված չէ նրան»։ Դրա վրա նրա աշակերտներից շատերը հետ քաշվեցին և այլևս նրա հետ չէին շրջում։ Հիսուս 12 աշակերտներին ասաց. «Մի՞թե դուք էլ ուզում եք գնալ»։ Սիմոն Պետրոսը նրան պատասխանեց. «Տեր, ում մոտ պիտի գնանք։ Դու հավիտենական կյանքի խոսքեր ունես, և մենք հավատացինք և ճանաչեցինք, որ դու ես Քրիստոսը, Աստծու Որդին»։ Հիսուս նրանց պատասխանեց. «Չէ՞ որ ես եմ ընտրել ձեզ 12-իդ, և ձեզանից մեկը սատանա է»։ Նա խոսում էր Իսկարիովտացի, Սիմոնի որդու Հուդայի մասին, որովհետև հենց նա էր մատնելու նրան, և 12-ից մեկն էր։